Բարի օր, այսօր կխոսենք Կեչառի Սվանական համալիրում հայտնաբերված եկեղեցու մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք հնագետ Տիգրան Ալեքսանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նոր եկեղեցին հայտնաբերվել է բարեկարգման աշխատանքների ընթացքում։ Այո, եկեղեցին բացվել է հենց Վանական համալիրի հենց կենտրոնական մասում կաթողիկե եւ Սուրբ Գրիգոր եկեղեցու հարևանությամբ։ Նախկինում այդտեղ ճեմուղիներն էին, որոնք տանում էին դեպի վանք, միշտ եղել այդպես բարեկարգ, կանաչապատ ճեմուղիներով եւ երբևիցե կասկածել չի եղել, որ տակը միս կա եկեղեցի կա։ Ժամանակի ընթացքում այդ ճեմուղիները անդադ փոխելու անհրաժեշտություն է առաջացել, որովհետեւ այդպես գետներես խճային բանի նստվածքի վրա են արված եւ դեֆորմացում են ժամանակի ընթացքում եւ բարբերաբար այդպես նորոգելու կարիք կար։ Եվ անցած տարի Digitain Armenia-վային ընկերությունների սեփականատեր Վարդանյա եւ Մկրտչյան ընտանիքների կողմից նախաձեռնվեց բարեկարգման աշխատանքներ ամբողջ վանքային համալիրի տարածքում նախապես կազմված պլանի համաձայն ձեռնարկվեցին բարեկարգման աշխատանքներ եւ հողային աշխատանքների ընթացքում պատահաբար ուրեմն հայտնաբերվել էին 11-13-րդ դարերի տապանակարեր, երբ որ մեզ կանչեցին մեծ հնագետներից, մենք կարճատև այդպես տուգողական պեղումներ արեցինք հասկանալու համար, ինչ չափով է սփռվում այդ գերեզմաները, այլ ինչ միջավայր կա շրջակայքում, եւ հետո երբ որ հասկացանք, որ գերեզմանները շարունակվում են եւ գործ ունենք ոչ թե մի քանի, այլ մի ընդարձակ դամբարան գերեզմանոցի հետ, տեղում այդ բոլոր տեսակի շինարարական աշխատանքները դադարեցրեցինք եւ սկսեցինք արդեն լայնածավալ պեղումներ։ Այսինքն հայտնաբերվել է եւ գերեզմանոց եւ եկեղեցի։ Այո, տարբեր դարաշրջանների են, ուրեմն կաթողիկե եկեղեցու շրջակայքում բացվեցին տապանակարեր, որոնք հիմնականում թվագրվում են 11-13-րդ դարերով, ինչը շատ օրինաչափ է, որովհետեւ Կեչառիսի վանքի հիմնադրման եւ ծաղկման ամենայդ զարգացման փուլն է 11-13-րդ դարերը եւ ուղարկավորված անձինք եւս պատկանում են կապված են վանքի գործունեության հետ։ Եվ արդեն դեպի արևելք, երբ որ պեղումները շարունակեցինք, պեղավայրը տարածվեց, պատահաբար բացվեց արդեն նոր եկեղեցի, որը ժամանակագրորեն ավելի վաղ է, 6-7-րդ դարերի։ Այո, նշեմ, որ այն ամբողջությամբ նորահայտ է, ինչ եմ ուզում այդպես շեշտեմ, որովհետև մի բան է, որ դու նախապես ասենք գետնի երեսին տեսնես ինչ որ կառույցի մնացորդներ, պատի հետքեր եւ ձեռնարկես պեղումներ հասկանալու համար ինչի հետ գործ ունես եւ մի բան ընդհանրապես պեղես հայտնաբերես մի եկեղեցի, որի մասին ոչ մի տեղեկություն մինչ օրս չի եղել եւ ոչ արձանագրություններում, ոչ պատմիչների մոտ, ոչ նախորդ հետազոտողների մոտ։ Ինչով է պայմանավորված, որ որևէ տեղեկություն չկա։ Չեմ կարող ասել, մի քիչ տարօրինակ է, մեզ համարել է տարօրինակ, որովհետև մենք մտածում ենք, որ գոնե վանքի հիմնադրման ժամանակ, այսինքն 11-րդ դարում, երբ որ սկսվել է արդեն առաջին Սուրբ Գրիգոր եկեղեցին, երբ որ սկսել են կառուցել, օրինակ պատմիչների մոտ շատ այդպես ընդարձակ վկայություններ կան եկեղեցու պատմության, հիմնադրման, տարբեր շինարարական փուլերի, ով կառուցեց, ով վերակառուցեց, բայց ի զարմանս մեզ ոչ մի խոսք չկա տեղանքի մասին եւ այդ տեղում երբևիցե մինչեւ այդ եղած եկեղեցու գոյության մասին ոչ մի խոսք չկա։ Տապանակարերին եղել են արձանագրություններ։ Նաեւ մի մասը արձանագիր են, թվագիր են 11-րդ, 12, 13-րդ դարերի, որոշների վրա անունները կան։ Մենք շատ հետաքրքիր մի բացահայտում էլ արեցինք արձանագրությունների մասով ասեմ, ուրեմն արձանագիր քարը, որը հետագայում վերածվել էր խաչքարի պատվանդանի, ընդարձակ մի արձանագրություն էր, ուրեմն քարի երկու նիստերին, բովանդակությունը մոտավորապես, որ թողել է ուրեմն վանքի առաջնորդ Բարսեղանեցին, որը հետագայում դարձել է կաթողիկոս, Բարսեղանեցի կաթողիկոս։ Եվ որտեղ խոսում է ուրեմն իր եղբոր եղերական մահվան մասին, որը զոհվել է սելջուկների դեմ պայքարում եւ թաղվել է հենց Կեչառիսի վանքի տարածքում։
Օրինակ, մինչև հիմա այդ գերեզմանը դեռ չենք հայտնաբերել, հայտնի չի, հույսով ենք, որ պեղումները շարունակելու դեպքում, այս տարի պետք է շարունակել։ Հույսով ենք, օրինակ, սպասելիքներից մեկն էլ այդ է, որ օրինակ այս պեղաշրջանում միգուցե բացվի նաև այդ հողարկված Գրիգոր Կյուրոպաղատի գերեզմանը։ Թվով քանի տապանակար է։ 100-ից ավել, մոտ 105-6 տապանակար բացել ենք։ Այո, ուրեմն այդ կաթողիկե եկեղեցու ամբողջ հարավային այդ պատի տակ ընդարձակ մի գերեզմանոց է։ Նախկինում դա էլ է, ուրեմն ամբողջությամբ հողով ծածկված եղել այս տարածքը, դա էլ է անհայտ եղել։ Հայտնի է ովքեր են թաղված այնտեղ։ Այո, հոգևոր անձինք են հիմնականում այդ քահանաներ, ուրեմն հայր սուրբեր, որոնք սպասավորել են Կեչարեսի վանքում 12-13-րդ դարերում։ Այդպես շատ ավելի մանրամասն չեն, ուղղակի այսինչը Բոլոր տապանակարերին կան արձանագրություններ, թե մի քանիսը։ Մի քանիսը կան ուղղակի լավ մշակված, ասենք զարդաքանդակ նախշերով, բայց արձանագրություն չկան, կան ուղղակի մեծ կոպտատաշ քարեր, լավ սրբատաշ քարեր, բայց առանց արձանագրության։ Դա նորմալ տարածված երևույթ է, ամբողջ միջնադարում այդ երևույթը տարածված է բոլոր գերեզմանոցներում։ Զարդանախշերը բոլորը միանման են, թե ինչ-որ այդտեղ էլ տարբերություն կա։ Ընդհանուր առմամբ միջնադարյան Հայաստանի այդ տապանակարային արվեստի շատ նմանություններ ունեն, չնչին որոշները չնչին այդպես առանձնահատկությունները որոշ գծերի, այդպես նախշերի, բուսազարդերի առանձնահատկություններով։ Որքանով տեղյակ եմ, հայտնաբերվել է նաև թոնիր, բայց եկեղեցին ու թոնիրը իրար հետ կապ ունեն։ Տեսեք, եկեղեցու արևմտյան մասում, ուրեմն արդեն եկեղեցին երբ որ խոնարհվել է, արդեն ավելի ուշ շրջանում նրանքից արևմտյան կողմից կցակառույցներ կան, հավանաբար սենյակներ բնակելի կամ տնտեսական։ Մենք մասնակի ենք բացել, մինչև տարեվերջը հասցրեցինք, այո, թոնիր է բացվել։ Կարծում ենք, որ այստեղ արդեն որ պեղումները շարունակենք, կբացվեն նոր սենյակներ, պատերն արդեն ուրվագծվում են, երևի այսպես ենթադրաբար նաև վանքի վանահայրերի միաբանության բնակության սենյակներ են ենթադրաբար։ Դա էլ ուրեմն թոնին էլ այդ առօրյա կենցաղում անհրաժեշտ կառուցվածքներից է։ Վիմագրագետի հետ եք աշխատում, բոլոր արձանագրությունները վերցանված են։ Այո, ինձ շատ բոլոր արձանագրությունները վերցանված են։ Ես նշեմ, որ ընդհանրապես Կոտայքի մարզի մասնավորապես Կեչարեսի վանքի վիմագրերը եւս ուսումնասիրված են եւ նախորդ 19-րդ դարից սկսված եւ առանձին ներառված են նաեւ Կոտայքի դիվանի մեջ։ Այս նորահայտերը մենք ուրեմն աշխատում ենք վիմագրագետ Արսեն Հարությունյանի հետ հնագիտության ինստիտուտից։ Հիմա դրանք ուրեմն ուսումնասիրության փուլում են եւ շուտով նաեւ կհրատարակենք արդեն հանրության ավելի լայն շրջանակներին կտեղեկացնենք մանրամասների մասին։ Ես ուզում եմ այդ նորահայտ եկեղեցու մասին մի քանի փաստ շեշտել, որ այդ եկեղեցին ի տարբերություն վանքի մյուս կառույցների տուֆից է կառուցված։ Այո, օրինակ վանքը բոլոր կառույցները, եկեղեցիները, գավիթը բազալտից են։ Նորահայտ եկեղեցին տուֆակերտ է եւ ի՞նչն է տակի, որ այդ տարածաշրջանում տուֆ չկա։ Մեր նախնական ուսումնասիրություններով մենք պարզել ենք, որ այդ տուֆը բերել են աշտարակի շրջանի Ագարակ գյուղի հանքավայրերից։ Շատ հետաքրքիր մի հանգամանք։ Հատուկ քարը տարել են, տուֆից կառուցել են։ Այսինքն դա է այդ եկեղեցու եզակիությունը։ Եզակիություն չի, ավելի շատ այդ ժամանակաշրջանի վաղ միջնադարի 5-ից 7-րդ դարերին բնորոշ մի այդպես շինարարական արվեստ է։ Խոշոր տուֆի ծալերով սրբատաշ, շատ ամուր, բայց որոշակի այդպես շեղումներ կան հատակագծային։ Մենք հիմա դա ենք ուսումնասիրում, միգուցե դա երկրաշարժի հետևանք է, ինչ որ այդպես դեֆորմացիաներ են տեղ ունեցել, շեղումներ, պատերի առանցքներ եւ հորիզոնական եւ ուղղայաց ուղղությամբ շեղումներ կան պատերի։ Եվ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս շատ նախնական թեկուզ, որ երբ որ 11-րդ դարում Կեչարեսի վանքի ուրեմն առաջի եկեղեցին կառուցվել է 1003 թվականին։ Երբ որ սկսել են կառուցել, նրանք ըստ ուսումնասիրությունների այդ եկեղեցին տեսել են նորահայտ եկեղեցին։ Եղել է կիսավեր։ Այո, մեր կարծիքով եղել է կիսավեր, նրանք այդ փլատակները մաքրել են, կոնսերվացրել են պատերը, բայց չեն վերականգնել։ Միգուցե նաև այդ տեխնիկական ինչ-որ խնդիրների հետ կապված կամ շատ մեծ այդպես վնասներ են կնել։ Եկեղեցին այլևս չի վերականգնել։
Փոխարենը կողքին կառուցվել է նոր եկեղեցիներ, որոնք հետագայում 11-13-րդ դարում արդեն համալրվել են նոր կառույցներով եւ ձևավորվել է Կեչառիս վանական համալիրը։ Բայց հետաքրքիր է, որ վանքը կառուցվել է ավելի հին եկեղեցու տեղում։ Շատ հետաքրքիր է։ Մենք այդպես հայագիտության մեջ այդպես խնդիր կա, որ տեսակետ կա, որ ըստ երևույթին գոնե կարևոր վանքային համալիրների պարագայում դրանք կառուցվում են հին սրբավայրերի տեղում։ Այդպես տեսակետ կա եւ այդ տեսանկյունից այս պեղումների արդյունքները գալիս են կարծես թե հաստատելու այդ տեսակետը։ Ավելի հին եկեղեցի, այսինքն էլի փլուզվել է, հա։ Ավելի վաղ կառուցված, ասենք 5, 6, 7-րդ, 8-րդ դարում կառուցված եկեղեցու տեղում նրա հարևանությամբ կառուցում են նորը, հետո մյուսը, շատ վանքերի դեպքում այդպես ունենք, ամենանշանավորը թեկուզ օրինակ Տաթևի վանքում, որ էլի 9-10-րդ դարից եղել է ավելի հին կառույց, հետագայում անդադ կամ վերակառուցել են, կամ կողքին նորն են կառուցել եւ ձևավորվել են վանքային համալիրներ։ Բայց այդ տեղի ընտրությունը, այդ դա է հետաքրքիր, որ տեղի ընտրությունը փաստորեն պատահական չէ։ Այդ տարածքում կարծեմ 1980-ական թվականներին են վերանորոգման աշխատանքներ կատարել 2000-ականներին, բայց որևէ բան չեն գտել։ Տեսեք, վանքի տարածքում պարբերաբար սկսած 1930-ական թվականից պարբերաբար վերականգնման աշխատանքներ են տեղի ունեցել 30, 40-ական, 50, 80-ական Այն որ հիմա մենք տեսնում ենք Կեչառիսի վանքը, դա 1998-2001 թվականին ամբողջական վերականգնեցին քրիստոնեության ընդունման 1700-ամյակին ընդառաջ։ Վերականգնեցին, վերահոսեցին, բայց դրա զուգահեռ տարածքում հնագիտական պեղումներ երբևէ չեն կատարվել։ Դա ունի նաև իր այդպես պատճառը, որովհետև նաև մեր նախորդ հետազոտողների մոտ 19-րդ դարի տեղագիրների 20-րդ դարի սկզբի ոչ մեկի մոտ ոչ մի խոսք, ոչ մի նկարագրություն հին լուսանկարներում ոչ մի բան չկա հնարավոր ավելի վաղ կառույցների մասին, այսինքն երևում են հիմքերը, բաց տարածքը եւ կասկածել չի եղել, որ ասենք տարածքում ավելի վաղ շերտեր կան։ Սովորաբար այդ նման աշխատանքներից առաջ իրականացնում են պեղումներ, բայց քանի որ պարբերաբար արել են եւ ոչինչ չի հայտեկել, ասենք ոչ մեկ չի կասկածել, որ կարող է այս անգամ լինի, բայց այս անգամ մենք շատ մեծ ծավալով, մեծ մակերեսով պեղումներ իրականացրեցինք եւ փաստորեն շատ կարեւոր արդյունքներ տվեցին։ Պեղումներից ինչ ակնկալիքներ ունեք, որքանով հասկացա այս տարի եւս շարունակվելու է։ Այս տարի շարունակվելու են, այո, մենք անցած տարի աշնան ենք սկսել, այս պատահաբար, ինչպես ասացի, շինական աշխատանքների հետ կապված։ Այս տարի արդեն ավելի կանոնավոր երկար ժամանակով երևի թե շարունակելու ենք, մեր բարերարները շատ ոգևորված են, շատ տպավորված են եւ պատրաստական են մինչեւ վերջ ամբողջ ուրեմն վանքի տարածքում պեղումները շարունակել, հետագայում արդեն ըստ իրավիճակի կհասկանանք ըստ բացված կառուցվածքների, նաև կկազմվի բարեկարգման նախագիծ եւ կանցնենք շինարարական փուլին, որովհետեւ այն նախագիծը որ կար, փաստորեն հոդս ցնդեց, որովհետեւ այդ մոտեցումները, ճեմուղիները, այդ հատվածում գոնե պետք է ամբողջությամբ վերափոխվի։ Այլ կողմից ենք մոտենալու։ Բայց միաժամանակ նաև ապահովել ենք այդ հնավայրի նոր բացված եկեղեցու դիտելիությունը։ Այսինքն մոտենաս, տեսնես Նաև հետո կհասկանանք ոնց ենք այդ պահպանության հարցը լուծում, չգիտեմ, արդեն ճարտարապետների հետ կքննարկենք այդ հարցը։ Իսկ հնարավոր է կամ մեկ օր որ վերականգնվի։ Այդ եկեղեցին չեմ կարող ասել, դա էլ ենք քննարկում։ Հիմա այս տարի որ պեղումները շարունակենք, ամբողջությամբ երբ որ հնավայրը բացվի, ճարտարապետների հետ արդեն այդ հարցեր կքննարկենք, թույլ է տալիս իր տեխնիկական վիճակը, թե ոչ, միգուցե պատերը թույլ են, միգուցե հենց այսպես թողենք ուղղակի տեղած ամրակայենք, դա էլ է շատ հետաքրքիր, այսինքն նոր եկեղեցու կողքին կիսատ, այսինքն հնավայր է։
ինքը պատրաստի հնարավոր է, որտեղ դու տեսնում ես այդպես կիսավեր եկեղեցի, ամրացված կիսավեր եկեղեցի։ Այդ հարցերը դեռ կքննարկենք, մեզ համար էլ դեռ պարզ չեն, տարբեր այդ ուսումնասիրություն պետք է անեն նաև երկրաբանական, տեխնիկական, ճարտարապետական, համադրենք հնագիտական տվյալների հետ եւ կհասկանանք վերջում ինչ ենք անում։ Մի փոքր խոսենք նաև Կեչարես վանական համալիրի մասին, ինչ նշանակություն է ունեցել։ Կեչարեսի վանքը միջնադարյան Հայաստանի կարևոր վանական համալիրներից է, նշանավոր ուրեմն հայտնի գրչության կենտրոն։ Վանքը ձևավորվել է 11-13-րդ դարերում, առաջին եկեղեցին, Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 1003 թվականին, Գրիգոր Ապիրատի կողմից, հետագայում կառուցվել են մյուս եկեղեցիները, Գավիթը, այնտեղ կա ընդհանուր թվով 3 եկեղեցի, Սուրբ Գրիգոր, կաթողիկ է, Սուրբ Նշան, բաց խորաններ կան, գումարած Գավիթը եւ ամբողջ շրջակայքում թաղումներ, գեղաքանդակ խաչքարեր, որտեղում նաեւ պահպանվել են։ Եվ 11-13-րդ դարերում ակտիվ այդպես գործունեություն է ծավալել։ Շատ առատ մենք վկայություններ ունենք վանքի մասին, որոնք ուրեմն անդրադառնում են եւ պատմությանը, ավելի ուշ շրջանում նաեւ ուսումնասիրողներն են անդրադարձել եւ վանքի պատմությանը, ճարտարապետությանը, վիմագրերի մանրամասն խոսում են, բայց այդ նորից եմ ուզում շեշտել, որ դրա հետ մեկտեղ ոչ մի խոսք տեղում ինչ որ հնարավոր ավելի հին եկեղեցու կամ կառուցվածքների մասին։ Ինքը շատ հայտնի վանք է, հիմա էլ մեր այդպես ամենաշատ այցելվողն այս զբոսաշրջիկների կողմից շատ այցելվող հուշարձաններից է, գործող վանք է, առաջնորդանիստ վանք է Կոտայքի թեմի։ Եվ այս նորայտ եկեղեցին արդեն այդպես մի նոր շունչ կհաղորդի վանքին։ Նորահայտ եկեղեցում ինչ որ իրեր գտել եք։ Իրեր գտել ենք տարբեր ժամանակաշրջանի, ուրեմն բուն եկեղեցուն վերաբերող, այսինքն 5, 6, 7-րդ դարերի հիմնականում շինարական խեցեղեն է կմինդեր, որ հավանաբար որ քանդվել է, այդպես թափվել է տեղում, մենք ունենք։ Եվ նաև արդեն զարգացած միջնադարի, ես նշեցի, կողքում սենյակներ են բացվել, առօրյա կենցաղային տնտեսական նշանակության խեցեր են, տարբեր անոթներ, սպասք, այդպես։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Մենք զրուցում էինք հնագետ Տիգրան Ալեքսանյանի հետ։